Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս հաճախ հանդիպող սխալներին։ Այս մասին մեր տաղավարում զրուցելու նպատակով հյուրընկալել ենք իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ փորձագետ Աննա Մարալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի Աննա, մենք այսօր կխոսենք մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս հաճախ հանդիպող սխալների մասին։ Կարող ենք երևի թե պայմանական բաժանել այսպես բովանդակային եւ տեխնիկական բնույթի սխալների։ Իդեպ, որոնք են ավելի շատ հանդիպող սխալները նշվածից։ Երևի կասայի տեխնիկական սխալներն են, քանի որ շատ հաճախ անկախ նրանից թե փաստաբան է դիմում, թե անհատ է դիմում, ուշադրություն չեն դարձնում տեխնիկական պահանջներին, որը կարող է հիմք հանդիսանալ բողոք ընդունելի ճանաչելու համար։ Այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի բոլոր պահանջները կատարեն դիմումը լրացնելիս, ուշադիր լինել, առաջին հայացքից օրինակ կարող է թվալ շատ տեխնիկական, նշել թե չնշել, անձը դիմողը արական սեռի ներկայացուցիչ է թե իգական, բայց դա կարող է նաև հիմք հանդիսանալ բողոքը ընդունելի ճանաչելու համար։ Միայն այդ բաց թողումը։ Ցանկացած բաց թողում, որը կարող է լինել, կամ մոռանալ վերջում դնել ստորագրությունը, կամ նշել ամսաթիվը վերջի էջին։ Դա շատ կարևոր է, սակայն թվում է թե շատ տեխնիկական հարց է, որը չլինելու պատճառով կարծես թե ներպետական դատարաններ համենայն դեպս այդքան խիստ չեն վերաբերվում, ինչքան որ միջազգային դատարաններն են միեդ այս պարագայում միջազգային դատարաններն են։ Նաև պետք է արձանագրենք երևի թե որ ներպետական դատական ատյանների պարագայում հնարավորություն կա վերադարձնել դիմումը, լրացնել, վերամշակել, բայց եվրոպական դատարանում այս պրակտիկան գոյություն չունի։ Միանշանակ գոյություն չունի, դուք ունեք ընդամենը 4 ամիս ժամանակ, որի ընթացքում դուք կարող եք դիմել եվրոպական դատարան, սխալները, որ կարող են բերել բողոքի ընդունելության, դասում են այդ բողոքը ընդունելի վերջնականորեն։ Այսինքն ի տարբերություն ներպետական դատարանների բողոքը վերադարձնելու, շտկելու հնարավորություն բողոքատուին ընձեռված չի։ Այսինքն դուք ունեք ընդհանրապես մեկ անգամ եւ չսխալվել է իրավունք։ Եվ շարունակելով բովանդակային եւ տեխնիկական բնույթի սխալներ, առաջին հայացքից շատ པարզ է կարծես թե հատկապես տեխնիկականի դեպքում, բայց եթե փորձենք մի քիչ ավելի պրակտիկային գնալ, հարգելի Աննա, քանի որ ձեր պրակտիկան մեծ է եվրոպական դատարան դիմելիս, կարծես թե 150 գործ ունեք այս պահին, եւ կցանկանայի որպեսզի փորձենք բովանդակային առումով այդ սխալները ներկայացնել։ Քանի որ ոչ միայն ասենք ես եմ եվրոպական դատարան, այլ շատ հաճախ խորհրդատվության ակնկալիքով ինձ դիմում են նաև տարբեր երկրների փաստաբաններ, ներառյալ Հայաստանի Հանրապետության, եւ արդեն կարծես թե որոշակի սխալներ հաճախ կրկնվող են դառնում։ Երևի թե կուզենայի ընդգծել ճիշտ հոդվածին հղում կատարելու, ճիշտ խախտումը արձանագրելու ձեր բողոքում, դա շատ կարևոր է, որովհետև օրինակ կարող եմ բերել, հաճախ երբ որ դատարանի կողմից խախտվում է անձի օրինակ ընտանեկան իրավունքը, անձը մտածում է, քանի որ դատարանն է խախտել տվյալ իրավունքը, ապա դա արդեն ներպետական դատարանն է, այո։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, եկեք մի քիչ ավելի պարզից սկսենք, որովհետև մեզ բնակչությունն է լսում, ոչ միայն մեր գործընկեր իրավաբանները, նշենք, որ եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման պարագայում կարող են ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելուց հետո դիմել եվրոպական դատարան եւ շարունակել։ Միայն պետք է սպառել արդյունավետ միջոցներ։ Եվրոպական դատարանը պահանջում է սպառել արդյունավետ միջոցները։ Եթե արդյունավետ միջոց կա տվյալ պետությունում, ապա անպայման պետք է սպառել դրան, կամ եթե չկան նման միջոցներ, ապա պետք է ապացուցել դատարանին, որ նման միջոցները բացակայում են, կամ եթե տվյալ միջոցները առկա են, սակայն ձեր գործի համար դրանք արդյունավետ չեն, պետք է ապացուցել, որ տվյալ գործի համար ներպետական միջոցները արդյունավետ չեն։ Դա շատ կարևոր է։ Հակառակ դեպքում ձեր բողոքը կլինի անընդունելի, քանի որ
հենց փիլիսոփայությունը միջազգային դատարանների այն է, որ մինչ միջազգային դատարանները գնալը պետք է ներպետական ատյանները հնարավորություն ունենան սխալը շտկելու։ Այսինքն, եթե դու գնացել եք առաջի ատյանի դատարան եւ առաջի ատյանի դատարան չի բավարարել ձեր բողոքը, խախտել է ձեր իրավունքները, ապա հնարավորություն պետք է ունենա պետությունը, որպեսզի նրա վերադաս դատական ատյանները շտկեն նման սխալը։ Եթե դա արված չի, ապա միջազգային դատարանը ոչ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը, ոչ էլ ՄԻԵԴ-ը չեն ընդունի տվյալ բողոքը, դա համընդհանուր ընդունված չափանիշ է։ Եվ արդյունավետ միջոց ասելով ինչ ենք հասկանում, որպեսզի մեր հայրենակիցներին պարզ լինի։ Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես երևի թե կասեի բոլոր գործերով մենք ունենք արդյունավետ միջոցներ, որը որ վճռապեկ դատարանն է։ Շատ հազվադեպ դեպքերում, յուրահատուկ դեպքերում կարող է նաև սահմանադրական դատարան լինել։ Սակայն իմ խորհուրդը կլիներ վճռապեկ դատարանի որոշում ստանալուց հետո 4 ամսվա ընթացքում դիմել ՄԻԵԴ, եթե գտնում եք, որ սահմանադրական դատարանը կարող է ձեր վեճը լուծել, միևնույն ժամանակ կարող եք դատարանին ՄԻԵԴ-ին տեղեկացնել, որ նաև փորձում այո, սահմանադրական դատարանի միջոցով ձեր խախտված իրավունքը պաշտպանել եւ եթե ի օգուտ ձեզ սահմանադրական դատարանը վճիռ կայացնի, այդ մասին անմիջապես պետք է տեղեկացնել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Ես այսպես բովանդակային բնույթի սխալ բացատրելու ճանապարհից շեղեցի, խնդրում եմ նաև անդրադառնանք այդ հարցին, որովհետև դուք ընտանեկան գործի հետ կապված սկսեցիք նկարագրել, օրինակ, եթե մտածում եք անձը, որ ընտանեկան գործի հետ կապված դատարանի կողմից խախտում է եղել եւ պատրաստվում է եվրոպական դատարան դիմել եւ վկայակոչելու 8-րդ հոդվածը, այստեղից խնդրում եմ շարունակեք։ Իհարկե, կարող ենք ավելի կոնկրետացնել երևի, քանի որ եթե դուք ասացիք նաև որ անհրաժեշտ է որ բոլորի համար հասանելի լինի, օրինակ տեսնենք, եթե ծնողներից մեկը հնարավորություն չունի տեսակցության իր երեխաների եւ դիմում է դատարան։ Դատարանը չի բավարարում օրինակ հնարավորություն երեխաների հետ տեսակցության, որը որ անձը գտնում է անարդար եւ գտնում է որ խախտում է իր իրավունքները, քանի որ նա նույնպես իրավունք ունի իր երեխաների հետ տեսակցության։ Քանի որ դատարանն է այդ որոշումը կայացրել եւ չի բավարարել իր խնդրանքը եւ նա հնարավորություն զրկված է, մտածում եմ որ դատարանի խախտումն է եւ առաջին ինչ որ գալիս գործիքնություն, քանի որ դատարանն է գնել տվյալ գործը եւ առաջին հոդվածը, որ նրանք գտնում են ամենակարևորը, դա արդար դատաքննությանն է։ Սակայն այս դեպքում սխալ հոդվածի վրա են նրանք հղում կատարում եւ վերլուծությունը դատարանի սխալ են։ Այս դեպքում պետք է հղում կատարել ընտանեկան իրավունքի հոդվածին, որը որ 8-րդ հոդվածն է, որը պաշտպանում է նաև ընտանեկան իրավունքը, եւ քանի որ պետությունը ոչ միայն նեգատիվ պարտականություններ ունի, այլև պոզիտիվ պարտականություն, այսինքն պետությունը ոչ միայն չպետք է միջամտի իրավունքին, այլ նաև պետք է պաշտպանի իրավունքը տվյալ անձի։ Այս դեպքում պետությունը չի պաշտպանել տվյալ անձի իրավունքը եւ անձը պետք է արդեն հղում կատարի ընտանեկան իրավունքին եւ ոչ թե արդար դատաքննության։ Արդար դատաքննության շատ հաճախ նաև բովանդակային մեկ այլ սխալ, որը որ շատ հաճախ է հանդիպում ոչ միայն իմ պրակտիկայում, այլ նաև այլ փաստաբաններ եւ եվրոպական դատարանը հենց ինքն էլ է դա մատնանշում, որ 6-րդ հոդվածով, այսինքն արդար դատաքննության հարցեր բարձրացնելիս մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտվում է որպես 4-րդ ատյանի դատարան։ Դա միանշանակ անընդունելի է, որտեղ եվրոպական դատարանը ներպետական կարծես թե համակարգի մաս չի, շարունակություն չի, եւ նա միայն քննում է այն խախտումները, որոնք որ ամրագրված են կոնվենցիայով կամ նրան կից արձանագրություններով։ Կարող է լինել շատ բազմազան խախտումներ, բայց եթե դրանք պաշտպանված չեն կոնվենցիայով եւ կից արձանագրություններով, ապա եվրոպական դատարանը ճիշտ տեղը չի, որպեսզի դիմենք։ Բարի, դուք ձեր խոսքում նշեցիք 4 ամսյա ժամկետը։ Մեր հայրենակիցները, մեծ ունկնդրողները երևի գիտեն, որ նախկինում գործում էր 6 ամսյա, արդեն որոշ ժամանակ է կամ տևական կարող ենք ասել ժամանակ է, փոխվել է 4 ամիս։ Այդ փորձենք անդրադառնալ այս հաշվարկին ժամկետի, որտեղ շատ կարևոր է հասկանալ հաշվարկի մեխանիզմը, ինչպես ընդհանրապես դիմելիս եվրոպական դատարան, այնպես էլ օրինակ եթե արդեն գործը հասել է մեծ պալատ, արդյոք այստեղ նույն մեխանիզմն է ժամանակի հաշվարկի կիրառվում, թե այլ մեխանիզմ է կիրառելի։ Շատ կարևոր հարց է, որովհետեւ պատասխանենք եկեք հարցը դրոփենք որոշակի պատասխանների։ Նախ վերցնենք այն դիմումները, բողոքները, որոնք որ ի սկզբանե գնում են եվրոպական դատարան։ Այս դեպքում, եթե կա արդյունավետ պաշտպանության միջոց, ապա վերջին ատյանի, այսինքն մեր դեպքում վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց
ստանալու օրվանից կամ վճռի օրվանից ես խորտ կտայի ավելի շատ վճռի օրվանից հաշված դուք ունեք ընդամենը 4 ամիս եւ 4 ամսվա ընթացքում դուք պետք է ուղարկել այսինքն եվրոպական դատարանը ստուգում է փոստային կնիքը որպեսզի ստույգ հասկանա թե արդյոք 4 ամսվա պահանջը պահպանվել է թե ոչ եթե դուք փոստային կնիքի ստուգում այո փոստային կնիքը եւ շատ կարեւոր է որպեսզի հետագայում խնդիրներ չունենալու համար նաև կտրոնը դուք պահեք որովհետև հետագայում եթե եվրոպական դատարանը սխալ հաշվարկ է կատարել դուք կարողանաք ապացուցել որ բողոքը ուղարկվել է 4 ամսվա ընթացքում եթե դուք չունեք ներպետական արդյունավետ միջոց որը պետք է սպառել ապա հաշվարկը սկսում է այն պահից երբ որ դուք իմացել եք որ երբ որ տեղի ունեցել խախտումը կամ երբ որ դուք իմացել եք այդ խախտման մասին իմանալու պարագայում դուք պետք է ապացուցեք որ տվյալ օրն եք դուք իմացել եւ պետք է դրա այդ իսկ պատճառով սկսել հաշվարկը տվյալ օրվանից եթե մենք խոսում ենք իսկ ինչպես պետք է ապացուցել որ փաստական հանգամանքներից պատկերացնենք եթե սեփականության իրավունքը խախտվել է տվյալ անձը տեղյակ չի եղել որոշումների մասին բաց է թողել ժամկետը հետո հարգելի չեն ճանաչել ապա պետք է ինքը տվյալ օրը երբ որ ինքը իմացել է ապացուցի կարող են տարբեր լինել կարող է ապացուցել վկաների միջոցով կարող է ապացուցել որ ինքը դիմել է ներպետական այցանների ասել է այս օրն եմ ես իմացել այդ իսկ պատճառով հա ինքը պետք է ինչ որ կերպ ֆիքսի որպեսզի դառնա դա գրավոր ապացույց ինչ որ ապացույցի տեսքով ինչ վերաբերում այսինքն մենք հստակ պետք է հասկանանք որ բողոք ներկայացնելու համար մենք ունենք 4 ամիս եւ 4 ամիսը սկսում է հոսալ այն օրվանից վերջի դատական ակտի 4 ամսվա, այսինքն 4 ամիս լրանալու վերջի օրը նաև դուք կարող եք ուղարկել տվյալ անգամ վերջին օրը իրավունք ունեք ներկայացնել միանշանակ կարող է լինել մինչև 12:24:00 հա 11:59 անգամ եթե դուք կարողանում եք ուղարկել ձեր բողոքը ամեն ինչ ֆորմալ ժամկետը 4 ամսվա ժամկետին ուշացած չէ եւ սակայն մեծ տարբերություն կա իմիջիայլոց դա սխալ է նաև դա արդեն չի վերաբերվում ուղղակի քաղաքացիներին այլ վերաբերում է փաստաբաններին եղել են դեպքեր երբ որ փաստաբանները շատ վրդովված ինձ դիմել են մեղադրելով մարդուրանքի եվրոպական դատարան որ նա ընդունելի չի համարել նրանց խնդրանքը որպեսզի իրենց գործը քննվի մեծ պալատում քանի որ բողոքը ուղարկել են 2 ամսվա ընթացքում ասենք վերջի օրը քանի որ առաջնորդվելով նույն սկզբունքով որ կարելի է 4 ամս երբ որ անձը կամ այս դեպքում փաստաբանն նույնպես գտնում է որ եվրոպական դատարանի վճիռը չի բավարարում որոշակի չափորոշիչների եւ նա կարող է դիմել մեծ պալատ խնդրելով որպեսզի մեծ պալատը նույնպես քննի տվյալ գործը նա հնարավորություն ունի դատարանի որոշումի կայացնելուց հետո 2 ամսյա ժամկետում դիմել այդ խնդրանքով եվրոպական դատարան սակայն 2 ամսյա ժամկետը դա դուք չունեք 2 ամիս ժամանակ որպեսզի դիմել ձեր խնդրանքը պետք է դատարանը ստանա 2 ամսյա ժամկետում այսինքն պետք է շատ արագ կազմակերպել որպեսզի հասնել եւ հավաքել եւ ուղարկել 2 ամիսը չլրանալ եթե ընդհանրապես մենք օգտվում ենք փոստային ծառայություններից մոտավորապես մենք հասկանում ենք որ 3-ից 4 շաբաթ տվյալ դիմումը կարող է այո նոր առաքվել եվրոպական դատարան մենք պետք է դա հաշվի առնենք որ մենք մեկ ամիս հետո արդեն իսկ պետք է ուղարկած լինենք մեր դիմումը շատ բարի դուք ձեր խոսքում Արգելյանն նշեցիք վերջնական դատական մարմնի հետ կապված հա վճռաբեկ դատարանից եւ սահմանադրական դատարան այ կարող ենք որոշակի առումով ասել թե որ դեպքերում վճռաբեկ դատարանն է վերջին այցան որ դեպքերում թեև ասացիք ձեր խոսքում որ կարող է դիմել սահմանադրական դատարան այդ մասին բայց մի փոքր ավելի պատկերացում տանք մեր համակարգացիներին որ նրանց մոտ ավելի པարզ լինի օրինակ իրենց սեփականության իրավունքի գործի քննությունը ենթադրենք կամ կոնվենցիայով նախատեսված ցանկացած այլ իրավունքի խախտման հետ կապված գործի քննություն ընթանում է դեռ վճռաբեկ դատարանում կամ վերաքննիչում դեռ այս փուլերը որպեսզի պատկերացնենք եւ որ պահից սկսած նա եթե դիմեց սահմանադրական դատարան կարող է դիմել չուշացնելու խնդիր չառաջանա ես խորհուրդ կտայի միանշանակ վճռաբեկ դատարանից հետո արդեն մտածել եվրոպական դատարան դիմելու համար եթե գտնում եք որ
ձեր բողոքը գրեթե միաժամանակ, հա, երևի մի փոքր կարող է, եթե դուք գտնում եք, որ կարող են բողոքը քննվել նաև սահմանադրական դատարանում, դուք կարող եք իհարկե նման հարց բարձրացնել սահմանադրական դատարանի առջև, բայց դուք նաև կդարձնեք ձեր բողոքը շատ ռիսկային, եթե չդիմեք 4 ամսյա ժամկետում, այլ սպասեք սահմանադրական դատարանի որոշմանը։ Քանի որ 99% եւ ավել գործերում վստահաբար եվրոպական դատարանը կգտնի, որ սահմանադրական դատարանի սպառումը դա արդյունավետ միջոց չի։ Սահմանադրական դատարանի սպառումը կարող է միայն երևի թե արդյունավետ դառնալ այն դեպքերում, եթե սահմանադրական դատարանը միակ միջոցն է ներպետական, որ կարելի է սպառնել։ Քանի որ մենք հասկանում ենք, որ համարյա թե բոլոր դեպքերում մենք ունենք դատարաններ, մասնագիտացված եւ ընդհանուր իրավասության դատարաններ, որոնք որ կարող են սպառել, ապա այս դեպքում ես խորհուրդ չէի տա սպասել սահմանադրական դատարանի վճռին։ Միևնույն ժամանակ դիմատուի պարտականությունն է նաեւ տեղեկացնել մարդուրանքների եվրոպական դատարանների ցանկացած միջոցների, որոնց որ նրանք դիմում են անգամ երբ որ գործը քննվում է դատարանի կողմից։ Ձեր ժամկետը չի սպառվել։ Այո, միջոցները չի սպառվել։ Ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք անդրադարձել ենք այնպիսի մի թեմայի, որ հաճախ մարդիկ դիմում են, որոշում են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ սպասում են եւ իսկապես իրավունքի խախտում է արձանագրվում եվրոպական դատարան, բայց որպեսզի հնարավոր լինի ճիշտ դիմել, դուք պետք է խուսափեք սխալներից դիմելով անձամբ թե փաստաբանի միջոցով։ Այս հարցի հետ կապված շարունակենք մեր զրույցը եւ հիշեցնեմ այս թեմայի շուրջ մեր տաղավար ենք հրավիրել իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ փորձագետ իդեպ եվրոպական դատարանում բազմաթիվ գործերով այսպես հաջողություն արձանագրած իրավաբան Աննա Մարալյանը։ Հարգելի շարունակելով մեր զրույցը հետեւյալ հարցը նախ շատ կարեւոր է որպեսզի անձիկ իմանան ովքեր հիմա այդ խնդրի առաջ են կանգնած դիմել չդիմել կարող են արդյոք անձամբ դիմել առանց փաստաբանի իրավաբանական կրթությունը եթե չգիտեմ համապատասխան բայց փորձառությունը չկա բավարար է թե ոչ ռիսկի դիմել թե ոչ այնուամենայնիվ դրանից է կախված կընդունվի թե չէ իրենց հետագա գործի հետ կապված այսպես գործընթացները հաջողությունը եւ այլն եւ ինչ է անհրաժեշտ մենք կանդրադառնանք հա ինչ պես լրացնել երևի հենց այդ հարցից էլ սկսենք կարող են թե ոչ եւ ինչպես լրացնել որոնք են ձեր խորհուրդները այս կապակցությամբ Ձևաթուղթ լրացնել առաջին փուլում, այսինքն հենց լրացման փուլում ցանկացած անձ կարող է լրացնել եւ ուղարկել եվրոպական դատարան։ Ձևաթուղթը կարելի է ներբեռնել անվճար մարդուրանքների եվրոպական դատարանի կայքեջից եւ լրացնել, ինքը ունի PDF ֆորմա, դա նույնպես որոշակի խնդրառույց է ճիշտ ասած, որովհետեւ մենք հաճախ սովորենք Office Word ֆորմայի հետ աշխատելը եւ PDF-ը երբեմն դժվար է։ Հարկ է նշել, որ եթե չունեք փորձ, խորհուրդ կտայի շատ ուշադիր ուսումնասիրել այն ամեն երևի ինչ որ եվրոպական դատարանի կայքում հասանելի է, ներառյալ նախադեպային իրավունքը, որպեսզի հասկանաք, որ ինչպես է մեկնաբանում եվրոպական դատարանը տարբեր իրավունքներ, օրինակ 8-րդ հոդվածը բավականին շատ իրավունքներ է ներառում, որը որ ուղղակի կոնվենցիայում բառացի նշված չի, բայց մեկնաբանությունն եթե դուք կարդում եք, տեսնում եք, որ ընդլայննել է այո մեկնաբանությամբ եվրոպական դատարանը տվյալ իրավունքները, տվյալ հոդվածում ամրագրված իրավունքները։ Խորհուրդ կտայի նախ կարդալ, կան նաև ուղեցույցեր վերաբերող ընդունելու ուշադիր կարդալ ոչ միայն կոնվենցիան, նաև կանոնակարգը եվրոպական դատարանի, որովհետև եվրոպական դատարանի այդ նույն կանոնակարգը տարբեր հնարավորություններ է տալիս։ Շատ հաճախ ստիպված ենք լինում շատ երկար սպասել մինչև եվրոպական դատարան անգամ կկոմունիկացնի, որը որ երկրորդ փուլն է եվրոպական դատարանի գործի քննության։ Այսինքն առաջի փուլով ցանկացած անձ կարող է լրացնել ձևաթուղթը եւ ուղարկել, եթե պահանջները ամբողջովին պահպանվել է անձի կողմից, դիմատուի կողմից, ապա որոշակի ժամանակ անց երբեմն
կախված գործից, ճիշտ ասած հիմա եթե մենք վերցնենք այս վահի դրությամբ Հայաստանը կոնկրետ 2016 թվականի գործերը նոր կոմունիկացվում են, հա մենք հասկանում ենք մոտավորապես 9 տարի հետո նոր կոմունիկացում է։ Կոմունիկացման փուլը ինքը իրենից բաղկացած է երկու մասից հիմնականում։ Առաջի փուլում Եվրոպական դատարանը առաջարկում է, որպեսզի պետությունը եւ դիմատուն կան որոշակի ընդհանուր համաձայնության, որպեսզի հաշտության կնքեն հաշտություն, եթե կնքվում է հաշտություն, ապա գործը փակվում է։ Եթե նման հաշտությունը առկա չի, ապա դատարանը սկսում է արդեն գործը քննել։ Գործի քննման ընթացքում արդեն անձը անպայման պետք է ունենա փաստաբան։ Փաստաբանը, այսինքն կարող ենք ֆիքսել, որ դատարան դիմելու համար կարող է անձամբ դիմել ուսումնասիրելով ձեր կողմից նշված փաստաթղթերի շրջանակը, բայց կոմունիկացիայի փուլում նա չի կարող արդեն հանդես գալ առանց փաստաբանի, իսկ եթե փաստաբանի այսպես վճարունակ չէ եւ չի կարող ունենալ փաստաբան, կարող է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբանական օգնություն ստանալու համար։ Միանշանակ շնորհակալություն հարցի համար, որովհետև շատ հաճախ նաև այդ հարցն է բարձրացվում, որովհետև ներպետական ընդհանրապես պատյանները ներպետական միջոցներ սպառելիս անձը հնարավորություն ունի դիմելու օրինակ հանրային պաշտպանի գրասենյակ եւ դա պարտականություն է միջալյուց մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նույնպես դրված անդամ պետությունների վրա։ Սակայն եթե անձը ուզում է դիմել միջազգային դատարան, նման պարտականություն պետություն չունի եւ մեր պարագայում Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակը նույնպես չի կարող այդ հարցով օգնել։ Սակայն անձը կարող է խնդրել եվրոպական դատարանին, որպեսզի նա աջակցի ֆինանսապես, որպեսզի անձը կարողանա գտնել փաստաբան ներպետական կամ միգուցե այլ երկրների փաստաբան։ Գումարը ցավոք մեծ չի, սակայն այդ հնարավորությունից ես խորհուրդ կտայի անպայման օգտվել։ Բարի, դուք ձեր խոսքում նշեցիք, որ պետք է կրկնվում եմ, բայց այնուամենայնիվ ասացիք, որ այդ շրջանակը փաստաթղթերի կոնվենցիա կանոնակարգ նախադեպային իրավունք ուսումնասիրի։ Եթե կարող է անձը լավ փաստերը շարադրել, կարող է այդ շրջանակը նաև վկայակոչել, բայց վերլուծական հատկություններ չունի կամ պարզապես այս կոնտեքստում չի կարող կիրառել այդ հատկությունները։ Սա կարող է արդյոք հիմք հանդիսանալ, որպեսզի միեդի կողմից այդ դիմումը անընդունելի համարվի։ Միանշանակ, ցավոք այո։ Լինում է նաև դեպքեր, երբ որ շատ մանրամասն շարադրված է փաստական հանգամանքները, իմ չայլոց եւս մեկ լրացում, եթե թույլ տաք, եթե փաստական հանգամանքները շատ են եւ հնարավոր չի այդ PDF ֆորմատի 3 էջում, որը որ Word ֆորմատով կլինի մոտավորապես 5 էջ, 5 էջի Word ֆորմատի 5 էջում հնարավոր չի մանրամասն ներկայացնել այն փաստերը, որոնք որ վերաբերելի են ձեր բողոքին, ապա դուք հնարավորություն ունեք 20 էջում, արդեն Word ֆորմատի 20 մինչև 20 էջում Եվրոպական դատարան ներկայացնել լրացուցիչ փաստական հանգամանքներ, նաև վերլուծությունը խախտումների։ Սակայն եթե ձեր փաստական հանգամանքները մանրամասն ներկայացված են, բայց դուք չեք տրամադրել վերլուծություն խախտումների, ապա ձեր բողոքը վերլուծություն պետք է լինի սուտ քաղաքացիների համար ասում հստակեցնեք։ Պետք է Եվրոպական դատարանի իրավաբանին պարզ լինի, թե ինչպես է խախտվել եւ ինչ խախտում եք ձեր կարծիքով արձանագրել ներպետական ատյաններ ինչպես է խախտել իրավունքները։ Ակադեմիական աղբյուրներին պետք է հղում արվի, թե սեփական մեկնաբանությունը պետք է լինի։ Մեկնաբանություններ, վերլուծություն, փաստերի, գիտեք ինչպես, փաստերի լուսոներքո, բայց նաև դրանով օգնենք մեր համակարգացիներին հասկանալ։ Փաստերի լուսոներքո վերլուծել այն խախտումները, այն իրավունքների խախտումները, որոնք որ ամրագրված են կոնվենցիայով կամ նրա արձանագրություններով։ Միանշանակ Եվրոպական դատարանը չի ակնկալում, որ անձը կիմանա նախադեպային իրավունք Եվրոպական դատարանի եւ չի պահանջում, որպեսզի նրանք հղում կատարեն կոնկրետ գործերի։ Սակայն վերլուծությունը նույնպես պետք է համապատասխանի Եվրոպական դատարանի կողմից արդեն իսկ տեղ գտած նախադեպային իրավունքներում տեղ գտած վերլուծությանը, որովհետև եթե դուք օրինակ գտնեք, որ գորալը ինչ որ մի անձի վրա դա խոշտանգում է եւ փորձեք վերլուծել, որ
չգիտեմ, ինչ որ մի անձ, պաշտոնատար անձ ձեր վրա գոռացել է, որով որ ձեզ խոշտանգել է, դա դուք պետք է հաշվի առնեք նաև ինչպես է մեկնաբանում Եվրոպական դատարանը խոշտանգումը, հա, այդ իսկ պատճառով խորհուրդ տայի, որպեսզի ծանոթանան նաև երթուտված լավ կարդան։ Բոլոր հատվածները, որոնք որ գտնում են, որ խախտվել են, բոլոր իրավունքները ինչ դիտել է ծանոթանալ։ Եվրոպական դատարանը արդեն վերլուծություն կպահանջի նախադեպային իրավունքի ներքո կատարված խախտումների, երբ որ արդեն կոմունիկացիայի շրջանին մենք փուլին մենք հասնենք, բայց այդ դեպքում այդ իսկ պատճառով նաև Եվրոպական դատարանը պահանջում է, որ տվյալ փուլում արդեն ներգրավված լինի փաստաբանը, ով որ պետք է շատ լավ իմանա նաև նախադեպային իրավունքը։ Հարգելյան, արդեն պատկերացնենք անձը հասել է կոմունիկացիոն փուլ։ Այստեղ հաճախ հանդիպում են սխալներ, թե չեն հանդիպում, ավելի նվազ երևի թե քանի որ արդեն միայն փաստաբանի միջոցով է հնարավոր, սխալներ, որոնք որ էական են կամ կարող են լինել դատարան դիմելիս, այսինքն այստեղ ինչ սխալներից է անհրաժեշտ խուսափել այս փուլում։ Գիտեք, երբեմն լինում է, երբ որ փաստաբանը շատ լավ աշխատանք է կատարում, բայց մոռանում է նաև խորհրդակցել վստահորդի հետ, թե ինչպիսի կոմպենսացիա է ակնկալում վստահորդը եւ արդյոք եթե գումարային կոմպենսացիա է ակնկալում ինչքան եւ նաեւ տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ վստահորդը ակնկալում է նաեւ որոշակի դրամական կոմպենսացիա։ Եթե մենք մոռանում ենք նման կոմպենսացիա պահանջել, ապա 99.99% դեպքերում Եվրոպական դատարանը չի կարող անգամ իր ընդհանցակարգային պահանջներից ելնելով չի կարող տրամադրել որոշակի կոմպենսացիա, այո, փոխհատուցում։ Այդ իսկ պատճառով երբեմն լինում է, որ դրանք են մոռանում։ Անհրաժեշտ է նաև նշել, որ Եվրոպական դատարանին, երբ որ մենք վերլուծություն ենք ուղարկում, եւ կամ փաստաթղթեր, որ մենք չենք ուղարկել, պարտավոր ենք ուղարկել նաև տվյալ փաստաթղթերը։ Երբեմն լինում է, երբ որ փաստաբանը համաձայն չի այն փաստական տվյալների հետ, որոնք որ պետությունն է տրամադրել, բայց մոռանում է դրանց անդրադառնալ եւ իր տեսակետը հայտնել։ Այսինքն մենք այն ինչ, եթե որը վնասը իհարկե միանշանակ, եթե կարճ ասենք եւ հասանելի, մենք պետք է մեր բարերի միջոցով նկարենք այն պատկերը, որոնք որ կուզենայինք Եվրոպական դատարան տեսնել։ Եվ նաև ներառենք այդ նկարի մեջ այն փաստարկները, որոնք որ պետությունն է նաև տրամադրել։ Այսինքն այստեղ կոմունիկացիոն փուլը ավելի շատ միտված է փաստաբաններին սխալների ծերծ պահելու։ Շատ բարի։ Եթե այնուամենայնիվ հաջողվեց Եվրոպական դատարանում փուլերը անցնել, կոմունիկացիայի փուլն եւ իրավունքի խախտում արձանագրվի Եվրոպական դատարանի կողմից, այս փուլում անձը ինչ է պարտավոր կամ փաստաբանը իմանալ, որ թե փոխհատուցման հետ կապված կամ չգիտեմ որևէ սխալ, որը կարող է զուտ տեխնիկական էլ լինի, ոչ անգամ բովանդակային, բայց բերի հետևանքների, որոնք արդեն ուղղել չի լինի։ Երբ որ Եվրոպական դատարանը կայացնում է վճիռ, որոշ ժամանակ հետո տվյալ վճիռը դառնում է վերջնական, իսկ եթե մեծ պալատն է տվյալ վճիռը կայացնում, ապա վճիռը դառնում է վերջնական անմիջականորեն։ Երբ որ վճիռը դառնում է վերջնական, վճիռը ուղարկվում է նախարարների կոմիտե, որը որ պարտականություն ունի վերահսկել վճիռների կատարումը։ Եթե դուք Եվրոպական դատարանը ձեզ տրամադրել է փոխհատուցում, դրամական փոխհատուցում, ապա պետությունը պարտավոր է տվյալ փոխհատուցում ձեզ տրամադրել։ Եթե չի փոխհատուցել, նաև մենք ունենք պարտականություն նախարարների կոմիտեին տեղյակ պահել դրա մասին։ Կա որոշակի նաև սահմանում։ Համաձայն ընթացակարգի, երբ որ կոմիտեն հրապարակում է ցուցակը փոխհատուցումների ստացման վերաբերյալ, ապա մենք պետք է ուշադիր լինենք։ Որտեղ է հրապարակում կայքում կա վարչություն, միետ վճիռների կատարման վարչություն, որը որ աշխատում է կից նախարարների կոմիտեի, նրանց կայքում տվյալ ցուցակը միշտ արկա է եւ պետք է ուշադիր լինել, որ 2 ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ որ ցուցակը արդեն հրապարակային դարձել է հասանելի, 2 ամսվա ընթացքում դիմել նախարարների կոմիտե եւ բարձրաձայնել ձեր իրավունքի խախտումը փոխհատուցման վերաբերյալ։ Նամակ են գրում, ինչպես են բարձրաձայնում միջոցում։
ցանկացած իմիջիայլոց ի տարբերություն եվրոպական դատարանի նրանք շատ բաց են։ Դուք կարող եք ֆաքսով ուղարկել, եթե հնարավորություն ունեք, անգամ կարող եք զանգով այդ մասին տեղեկացնել։ Կարող եք ընդհանուր նրանք ունեն նաև էլ փոստային հասցե, որին որ դուք կարող եք նամակ ուղարկել, որտեղ որ պետք է անպայման մատնանշեք ձեր որոշման վերնագիրը, այսպես ասենք, համարը եւ նաեւ օրը եւ որ վճիռը կայացրել անվանում, այո։ Շատ լավ, եւ վերջին հարցը, Անա, եթե կարելի է, դուք նշեցիք, որ մենք մինչեւ հաղորդումը զրուցում ենք 150 գործ ունենք եւ անգամ մեծ պալատում ունենք գործեր։ Հիմա մեզ ովքեր լսում են մեր ռադիո լսողները կարող են ձեզ դիմել, եթե ցանկանում են եվրոպական դատարան դիմելու գործը սկզբից մինչեւ վերջ հասցնելու կամ կոմունիկացիայի փուլում կամ պարզապես խորհրդատվություն ստանալու եւ ինչպես ինչ կոորդինատներով եք հասանելի։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք նաև հասարակական կազմակերպություն, բացային որ կա Ստրասբուրգում, բայց նաև կա Հայաստանի Հանրապետություն հասարակական կազմակերպություն, իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը որ կայքի միջոցով նույնպես հասանելի ենք, Rights Center կայքի հասցեով հնարավոր է ուղարկել ձեր խնդրանքը եւ մենք կփորձենք արձագանքել, եթե դա վերաբերվում է մարդու իրավունքի եվրոպական դատարանին։ Մենք հիմնականում Իհարկե միանշանակ 091 50 10 27 կամ 091 91 51 86 հեռախոսահամարներ։ Շատ բարի, դուք այդ բոլոր տվյալներով հասանելի եք եւ կարծում եմ սիրելի ռադիոլսողներ, եթե հարցեր ունեք խորհրդատվություն ստանալու կամ ցանկացած հարց բարձաբանելու, կարող եք նշված տվյալներով զանգահարել, իդեպ կարող եք այս հաղորդման կրկնությունը լսել armradio.am-ում կամ YouTube-ում պարզապես փնտրելով ձեր փաստաբանը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կարողանաք լսել կրկին ձեզ հետաքրքրող հարցերը կամ հարցերի լրացուցիչ հարցերի դեպքում կապվել իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության տվյալներով Մարալյան Աննայի հետ։ Եվ շնորհակալություն եմ հայտնում հարգելի Աննա այս կարևոր դիտարկումների համար եւ նաեւ այն վարքագծի համար, որը մեզ բոլորիս զերծ կպահի սխալներից, երբ դիվում ենք եվրոպական դատարան, լինեն դրանք թե տեխնիկական, թե բովանդակային։ Եվ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք ինչպես զերծ մնալ սխալներից, երբ դիմում ես մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդ որում այդ սխալները կարող են լինել թե բովանդակային, թե տեխնիկական։ Շնորհակալություն, ձեզ հետ է Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։